Հայերն ամանորը նշում են դեռ անհիշելի ժամանակներից։ Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է 3 նոր տարի՝ Կաղանդ, Նավասարդ եւ Ամանոր անուններով։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետո առաջ ընկել։ Կաղանդ բառը ծագել է լատիներեն claimed բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը։ Այն տոնել են մարտի 21-ին գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր։ Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով։ Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով եւ ոչխարի մորթուց պատրաստված քուրքով։ Նա փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի 7 խորհուրդ էր տալիս՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն եւ գոհունակություն։ Հայոց երկրորդ նոր տարին նշվում էր հայկական օրացույցի Նավասարդի 1-ին, այն օրը, երբ հայ գնահապետը հաղթեց Տիտանյան բելին։ Հնագույն ժամանակներում ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերել մրգերի եւ չրերի շարաններ եւ կախել առաստաղից։ Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների, կնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր։ Սեղանի զարդը համարվում էր տանտիկիների կողմից պատրաստված տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը՝ դովլաթը։ Հացը բաժանվում էր 12 մասերի եւ դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամի նոր տարում հաջողություններ էին սպասվում։ Հնում հայերը պատրաստել են նաեւ կճախաշ, կճուճի մեջ ամբողջ գիշեր եփել են հատիկեղեններ, թորի մեջ եփել են նաեւ տոնական հարիսա, որպես նոր սկսվող տարվա երկրագործական աշխատանքների առատության խորհրդանիշ։ Ավանդական հայկական սեղանին բնորոշ է եղել նաեւ անուշապուրը, տարբեր չրերով եփված ձավարը, պասուպսպոլման, որը պետք է պարունակեր 7 տարբեր հատիկեղեններ, իսկ տոնածառին փոխարինել են ձիթենու ճյուղերը, որոնց վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր եւ խմորեղեն։ Հետագայում, երբ 1582 թվականին Հռոմի Գրիգոր 13-րդ պապը տոմարական նոր բարեփոխումներ կատարեց, համաշխարհային օրացույցում հունվարը ընդունվեց որպես տարվա առաջին ամիս, իսկ տարվա առաջին օրը նոր տարի, նվիրված հռոմեական Յանուս աստծուն։ Հունվարի մասին պահպանվել է հետևյալ ավանդությունը. վեճ է եղել, թե տարվա առաջին ամիսը սկսել Յանուսից թե Մարսից։ Յանուսը համարվել է խաղաղության, իսկ Մարսը պատերազմի աստված։ Վիճաբանությունը ավարտվել է նրանով, որ մեծամասնությամբ որոշվել է նոր տարվա առաջին ամիսը սկսել Յանուսից, այն ակնկալությամբ, որ ամբողջ տարին խաղաղ կլինի։ Հայաստանում պետականության բացակայության պայմաններում հայոց եկեղեցին պաշտոնապես 18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հրահանգով հունվարի 1-ը ընդունել է որպես նոր տարվա առաջին օր։ Այդ ժամանակից սկսած աստիճանաբար ամանորը նշելու ավանդույթները փոփոխության ենթարկվեցին։ Ձիթենու ճյուղերին արդեն փոխարինեցին մշտադալար բույսերը եւ տոնածառերը։ Հայաստանում աստիճանաբար սկսեց զարգանալ մի մշակույթ, որտեղ մարդկանց տներն ու այգիները, նույնիսկ փողոցներն ու խանութները զարդարվեցին տարբեր գունավոր լույսերով, ամանորյա զարդարանքով։ Նոր տարին նոր շունչ ու գույն մցրեց հայերի կյանքում, այն նշում են եվրոպական տարբերակով։ Այժմ ամանորը հայերի ամենասիրելի եւ սպասված տոներից է։ Մենք հայերս ամանորին սկսում ենք պատրաստվել դեռ դեկտեմբերի սկզբից, զարդարելով տները։ Չնայած բազմաթիվ փոփոխություններին, այսօր էլ հայկական ընտանիքներում պահպանվել են որոշ ավանդույթներ։ Չնայած հին ուտեստները փոխարինվեցին նորերով, այնուամենայնիվ որոշները պահպանվեցին։ Օրինակ, հայկական գաթան, աղանձը եւ խաղողի թփով տոլման։ Սովորաբար ամանորը Հայաստանում դիմավորում են ընտանիքի հետ։ Մինչև օրս էլ Հայաստանի որոշ շրջաններում տոնական տարեհաց են պատրաստում։ Իհարկե, սեղանից անպակաս են գինին ու կոնյակը։ Մեր համազգային գեղեցիկ տոներից մեկը ամանորը նոր ակնկալիքների, հույզերի, խոհերի եւ բարեմաղթությունների խորհրդանիշ է։ Գալիք 2024 թվականը թող լինի խաղաղ գոյակցության, զարգացման ու բարգավաճման տարի։ Ռիտա Մնացականյան, Free News, Ազատուրեր։